Բարի օր Ժող ջան, այսօր մեր վիդեոն մի քիչ տարբերվող անելու, այսինքն տարբերվող այս վիդեոից մենք էլի ենք արել Քեմրիի հետ կապված obzor անելու։ Ուղղակի մնացածը կներկայացնի Վարդանը։ Քանի նիվեն չի ծախում, չենք կարա մենք տենց լուրջ պրոյեկտներ սկսենք, որտեվ այդքան ազատ ֆինանս չունենք։ Բայց քանի որ չենք ուզում ձեզ թողենք չոր մոտ առանց վիդեոյի, որոշեցինք սենց մի քանի obzor-ների էտապ անենք, համ էլ հասկանանք ձեզի ոնց է։ Հետևաբար ուզում ենք ձեզ ներկայացնենք շատ յուրահատուկ մեքենա Lincoln MKZ։ Ոպ, ուրեմն ինչ կարանք ասենք այս ավտոյի Լսվեց։ Կարանք ասենք այս ավտոյի Ունիկալ մեքենա ենք բերել ձեզ համար։ Այս անգամ կլինի Քեմրի չէ, կլինի Lincoln-ի obzor-ը։ Ինչ կարանք ասենք այս ավտոյի համար։ Ինքը նախ ասենք այս կոմպլեկտացիան է, էս ինձ է, դա է вообще։ Կա ուրիշ։ Հա։ Всё, լավ, 7 գումարքես է։ Всё, գնաց։ Նախ ասենք այս կոմպլեկտացիաներից շատ բան է կախված, այսինքն full-ից միջև իր սովորական կոմպլեկտացիա գնի, հա, հասարակը, գնի մեջ կարա մի 8-ից 10,000 դոլարի տարբերություն լինի։ Ու ինքը հենց էս դրանով էլի տարբերվում։ Չուզում գցե վախումը, թանկանոս բանա։ Մի խոսքով տեսքի վրա որ իրականում նայես ասես քաղաքի մեջ քաղաքում էլ դաժե որտե նայում ես շատ քիչ է սրանցից, բայց այս կոմպլեկտացիայից կարելի ասել համարյա չկա։ Վիզուալ շատ սիրուն է, ինքը ճիշտ է մի քիչ ֆարերով կարող է Audi-ի նմանվի, բայց ըստ ընձի Հոպ, Audi։ Իրական չէ, շատ լավն է, ինքը շատ սիրուն տեսք ունի, խոսքի իր ագերն է բանդաժն էս Աբլիցովկեն է, իրա շատ սիրուն է, ֆարերով, հեսա կանցնենք ներսը սալոնը կտենակ, ինքը կլասով կարելի ասել եշկի հավասար բան է, բայց կոնկրետ այս մեկ իրա կոմպլեկտացիայով այս կլասին չի զիջում, հեսա կանցնենք տենակ, ինքը խարակտերիստիկաները գիտես, գոնե, մոտոր, բան խա, մոտորը գիտեմ, Մոտորը 2.9 տուրբո մոտոր է, ու տուրբոն պալաժինիներով է, սովորական մի տուրբո չի, այսինքն տարբեր սկորոզներով պալաժինիները փոխում է, ընթացքում այդ ձենը չի կարակա, որտեղ ինքը կլասով բարձր է, ձեն բանը այդպես վիխլապ չունի, որ կրակի մրակի, բայց ասեք որ լավ, էթում է էլի։ Ու ստեն ասում որ добро пожаловать в мир роскоши и комфорта։ Это вам, կամ նստի, դու նստի խոսա, տես ինչ կարաս սկի պատմես, ասես ես գազանեկի մասին, մի քիչ ցուրտ էլ է, ճիշտ արևային է, բայց Ոպ, Պլյուսներ, նստատեղերը էլեկտրական են, սաղը տեմի նստատեղերը մասաժով են, հետևին է տեմին էլ պատագրև ունի, պատագրևները սաղ են երկու պալաժին, հետ չեմ կասեմ։ Նախ հետո սենց եկեք ցույց տանք իր արտաքին տեսքը, ինքը ոնց է։ Սկորոզդը չկա սկորոզդ։ Ինքը նախ без ключевой доступ է, հիմա բալանին ոնց որ իմ մոտ է, ուրա լուկանի։ Այդ չես, հոպ, ինչ սիրուն բալանն է իրականում։ Հիմա խոսքի բալանին եթե քո մոտ է, սխում ես, ինքը միանգամից խոդում է, ռուլը բերում է իր настройкեքին։ Իր սկորոզդի սաղ պալաժենները Այ հեսա, ստարտն է խոդելը, պարկինգ, զադնի, նիտրալ, դրայվ ու սպորտը։ Ես իրա պալաժեններն է, որ գալիս է արդեն տակացում, ակացում, սարացում, ես դարկը։ Նստատեղերը չգինեմ, համ սառեցվող է, համ տակացվող է, ասա։ Ձելնիկների մասաժը։ Հա։ Էսը։ Այսը։ Սոքես էլի նույնը խաղալիքների ռայդի բանը, որ կարաս քո համար Հա, էլեկտրականները որ տեսանք։ Էսա, մասաժ, ուժեղ, թույլ, էսա սխմելով, էսի դու առանձին որ մասն ես ուզում անես, էս, ախ։ Լավ չէ։ Լավն էր։ Էսա մի քիչ իրիկունը կանցնենք, արդեն ձեզ, այ կայնի, դզեց։ Բան չկա, էլ ինչ էր կուզինք կսինք էստեղ ձեզի։ Ուրա, ասենք, որ ինքը, ես ինչ է, Vice control, եթե անգլերեն գիտես, կարաս իրա հետ, ասենք շփվես է դաժե։ Իրակ, նարեկ անջատի ասում, որ ինքը ձերքցի արա։
Ով։ Չէ, մի բան անում ալը։ Չէ, կարող անջատ։ Ահա։ Ահա։ Всё։ Անջատ ինքա ֆրանսով չենք սիրում ենք այնպես բաներ։ Հեսա իրիկունը ձեզ ցույց կտանք, ինքը սաղ սիրուն ինչ լուսավորություն ունի։ Հա, ընդհանուր սարունը էսած LED լուսավորություն ունի։ Տարբեր գույներով կարաս փոխես։ Ու լավ է, այնա որ գույներն էլ հա կարաս։ Եթե հեսա իրիկունը կտենակ դուք, նա տելեպորտ իրիկուն։ Օբլաշ, էսել այդ լուսերը, որ ասում ենք, ինքը որ միանում է, այսինքն սիրուն ստեղ ունի, ասես հետևը ունի, այսինքն սիրուն, ֆռում, գալիս է մինչև ստեղ։ Հետո կարում ես Այստեղ ինչ մենակ եթե դու լուսան քաշես, вообще լուսեր կարաս անջատես։ Արդյոք թույլ չէ, թույլսուս, դες պալաժներով էսի թույլ երևա։ Իրան մտնում ես արդեն էսենց մենյուն, այսա սաղ լուսերը որ կա։ Դա լուսը վերցր։ Կամաս բլավնի ու անջատվավ։ Անջատվավ, էսենց օրենս թույլը մնա։ Սա սկենես կուժանա։ Գույները փոխի։ Չգիտեմ, այսքան է թե։ Հա չէ, այսքանն է։ Ինքը իրականում շատ սիրուն է նայվում։ Ճիշտ է, կայֆ կլներ, որ այս դեմնելը լներ, մատ վառելուս։ Ճիշտ է, այստեղ որ սենց յարկի լներ, դա դες էլ արդեն ինքը շատ սիրուն է։ Չէ՞ նար։ Օփ, հետ եկեք, всё։ Էլ ինչ ասենք։ Ամենահավես, ամենակայֆոտ բանը, որ այս ավտոն մի այլ տիպի կայֆ է տալի, դա իր պանորաման է, որ լրիվ բացվում է, բայց մնացեք արնակ պանորամա բացեք։ Նալով է։ Ահա։ Ախ։ Ու հեսա դրսից կանեք ցույց տամ ինչ կայֆ է էսի։ Նար էսքան է բացում, պետք է լիշներ։ Չէ՞ որ այսքան։ Մեսա վերխին քայսեն սիրուն ձևի, օպ, ուրեր։ Օպ, бացվում է լրիվ։ Այսի սաղ սենց սիրուն հետ է գալիս։ Ոստեղ քո համար վերևը։ Պրիվետ։ Անդրեյ։ Դեռ Քո համար վերևս դու այ աղջիկներ խմածելն են Հա, հիմա ցուրտ է, բացի այդ, եթե մի քիչ արդեն լուրջ խոսանք, իր կոմպլեկտացիան շատ լավն է, համ սալոնի առումով սիձելնիկներ ինքը լրիվ կոժա ու լրիվ մասաժով է։ Նարեկ ինչ էր ավիրիր։ Մի բան ավիրիր։ Գրիշ, էսն է։ Դե սպեկտակլ է։ Էլի չկարողացի։ Դինամիկները, բայց ուղղակի չգիտեք որ ֆիրմաներ ինչ էր, նար։ Հեսա ստե միտեղ գնանք իրան, ինքը իրականում S կլասի այն 3D Burmester Hevel Ultima դինամիկներն են։ Էսի պեչ է։ Մեքենայի վրա կա 16 հատ Zavodskoy Zavod դինամիկներ նիդակապայցիս։ Էսի լարպայմա դերախսը բերեմ լսենք։ Ու ոնց կարա տղեն ավտոյի մեջ երգ լսի։ Այ, Այս երգով, ու չէ գանի։ За ним души тех, кто не стал президентом. И первым, что вынесут ноги, страшнее всего забыть близких пароль логин. Ինչ բարձր է ինքը լսում, ինչ մաքուր է 16 հատ դինամիկ, որը կարաս հանգիստ համեմատես բանի Burmester-ի հետ, այնտեղ Toyota-ի JBL միբել вообще չի Harman Kardon-ի հետ, ասենք այդ տիպի մաքուր звук ունի ու դա բերանց ասում 16 դինամիկ Я подозрительный. Силы МВД это злые силы. Ասնենք ամենահետևը Ուրեմն ես բավականին ոնց գրական, ախր ինչ գրական, ոչմ դերբով մարդ եմ, այս բոյով չաղ, հա, ջանով դերբով մարդ եմ, էլի մեկը 1.80 է իմ բոյը, ու էսի հետև եկածա, չէ սիձելնիկներ, դու որ հելար սիձելնիկը լրիվ հետ գնացած,
շոֆերը սենց չի քշում, ես իմ բոյով սկի նստում եմ վերև, ընձի вообще բան չի խանգարում ու прям кайֆ է, էլի։ Ինչ ուզես կարաս անես вообще։ Հասկացողը կա։ Ստեղ խոսքի նույն ձև էս մեջտեղն էլ նենց չի որ ինվալիդի տեղա կարաս քո համար նորմալ մարդ նստի ակուրատնեն։ Ստե ես ինքս իմ հետևն եմ նստում, прям սենց կարաս դաժե սենց մի քիչ բան նստես, էլի։ Փրկված, այո։ Ոպ, այսի բացում ես ու արդեն ասում ես Վարպետ քշի կոմիտաս։ սենց արա էշ, սենց բաներով։ Մեն լնար դու նստի, խոսքի դու вообще ինձ նստերբով ես։ Չէ ինքը բավականին մեծ է իրական որ կարաս նար հասկացան Դա շատ ռազետք դուս։ Ուղղակի թե ինչ ռազետ կա այստեղ են եւ բան ամերիկան կեքից է։ Հա։ Բացեց շատ հարմար է այսպիսի ֆորմատի բաների համար, այսպես դնում ես։ Ոպ։ Բարև ձեզ։ Դուք այսօր գտնվում եք ավտոշքերթ բանում։ Ընցին բաղաժնիկ։ Օ, ստեն է առանձին լույս ունի։ Բացի դե պարզ է, ստեղ, հետևի սիձելիկներն էլ են տաքացովի։ Հա, բադագրին։ Ասեն կոմպլեկտացիա ենք խոսում։ Իրականում այս ավտոյից դուք կարաք գտնեք վաճառքի $15,000-16,000 Մոնիտորից։ Այս ավտոյից կարաք գտնեք ինչքան են 10 Միկրոֆոն նո՞ր է։ Ես սա խորվայ։ Հա։ $16,000 է կարաք այս ավտոյից գտնեք, բայց կոնկրետ այս կոմպլեկտացիան այս վիճակով 20 վերև ալնում էլի կինը։ 20, դաժե ինչ որտեղ 25, 26 էլ կա, նայած состояние վիճակից էլ։ Այս հետևեն բանն գիտես ոնց ասում է չպոկա пригодность։ Դա ո՞ր է։ Մտածի։ Ինչ։ Չպոկա пригодность։ Հա։ Так что չպոկա пригодность-ը գնահատում ենք 5-ից 5։ Ինչ։ Ունենք բագաժնիկն ցուցնանք, բագաժնիկը վերցես գիտենք։ Ոնց լավ նստենք։ Ֆիգասիբե։ Բանը որ տիրոջ հետել ենք շատ սպորի տարի այդ հարցը։ Իրա բագաժնիկը փակվելու չգիտեմ, խես պարում ամի բան։ Հա դայստերով փախես ու կփակավ տես։ Ինքը կնոպկով է փակվում, ձեռով չի։ Ու տես վերջում փակվելու ձաբոկը չխկալուց իջալու ու տենթանուր բագաժնիկը։ Հա, իդեպ մոռացանք ասենք որ 4 քաշող է ինքը, սովորական հետև քաշող չի, այս տեսքը հետևից, ինքն էլ չգիտեմ ում ոնց իմ համար ինքը լավ սիրուն է։ Քիչ ծուռա, բայց ելնում է։ Գնացինք։ Так, ինչ ասեմ, Քեմբրիից հետո շատ փափուկ է, բեսամբ փափուկ է։ Ինքն իրականում կլասով եշկի համեմատ բանա, բայց կոմպլեկտացիայով շատ լավն է։ Իմ այսօր քշում եմ, եշկի հավասար, եթե ոչ ավել է, ասենք ռիվոլվով, բանով, շատ լավն է։ 2.9 տուրբո մոտոր է, մասաժով, ամեն ինչով, խոսքի։ Չէ, ռիվոլկը պրյամ վերջն է, ռուլոշկեն մի այլ տիպի ատыз։ Երկուսնոց մոտորի համար պրям իմ Քեմբրին 2.5 է, սենց խոսքի կայֆ չի, ինքս դե սպորտ ռեժիմ ունի մի հատ, գցենք սպորտը։ Չէ, էլի լավ է, շատ լավն է։ Այ լվացած վաղ շուշեր իջացրի հանի։ Բայց հիմա բավականին վատ ճանապարհով են գնում, բավական վատ որն ասֆալտ չի, ռիվ գրունտովկա է։ Ու պրям շատ լավն է, փափկությամբ, բանով, նստելու ձևով, բարձր նստում ես, ստեղ ես քո բաները չկա ընդհանրապես, որ քեզի խանգարել ես, սլիպոյ գոտի չունի։ Այ ռուլն է մի քիչ փոքր,
Բայց ինձ թվում է դա այդքան բան չի մեր լվացած ավտոներն ու մեր մտած տեղը ու սարեր։ Առավելությունից էլ առավելություն կա, այստեղ ոնց որ իրան off-road ռեժիմներ էլ կա, սենսորով է միանում, բայց այդտեղ շատ չխորանանք, որտեղ բզբզան կավիրենք մեքենան։ Ունի գծերով պարկինգի այդ ռեժիմը, բայց քանի որ Հայաստանում չկա նորմալ գծանշումներ, չի կարող ինքը պարկինգ անի գծերը։ Ավելի լավ է սա ռուշնոյ անես։ Այս մուլտի-ռուլը չասինք, լիպիստոկներով շատ սիրուն հագեցած է, вообще թանկ հաճույք է, բարձր կլասի մեքենա։ Ճիշտ է, սենց սկորոզներ չեմ սիրում, սենց կնոպկեքով ռուլով բանով։ Հա, ինչից էին խոսում։ Իրան ռուշնոյից։ Այս թազասաղ մեքենաների ռուշնոները, սա ասեմ, որ իմանանք, որտեղ ես առաջին անգամ նստա, չի կանում ռուշնոն անջատ է։ Իրան ռուշնոն երկու պալաժեններով է կնոպկեն, այսինքն հենց քաշում ես, ինքը ռուշնոն քաշում է, սեղմում ես թողում է։ Տեսի միկվասաղ ավտոներինը շատ փայ է, ուղղակի սեղմելով է, սեղմիր ինքը թողեց, սեղմիր քաշեց ու վիճակից է կախված էլի։ Իսկ իսրանը մի քիչ տենց մտածված է, դա քրքիր բան է արել։ Այ ճիշտ է արա։ Մենք если что la terrassa վրան չենք իր համարամրակոպի չենք կապը։ Բայց հիմա այդ սխալը ուղենք։ Ահա։ Պահպանեք երթևեկության կանոնները։ Ոնց ասում, ամրագոտին կյանք է փրկում։ Վարդանը քշել արդեն զգացել եմ, եկել ելնենք տռաս մի հատ գաստանք տենանք, ոնց է իրան պահում ես զվերը ճանապարհի վրա։ Տուրբոն իրան լասում է։ Իրան լասում է։ Մենք եստը չենք ուզում երթևեկությանը խանգարենք, թողենք մեր օպելիստ աղբերներն ասնեն։ Նոր մենք կշենք էլի։ Բայց ասենք իր այս տուրբոյ պալաժենիների հաշվին, եթե սպորտ ռեժիմն էլ եք միացնում, իրա ծախսը գեր ծախս անում, ոչ թե սովորական ծախս, բայց կոմֆորտը 90 ունես, ոնց որ 640-ի կարգի եթես, վարչը չի զգացում։ Всё, Ժողջան, այսքանով մեր վիդեո обзорը Cadillac-ի վերաբերյալ բրծավ։ Cadillac-ը Lincoln-ը։ Հա, Lincoln-ը։ Տեսո՞ր Cadillac։ Ես։ Չգիտեմ, լավից վատից մենք մասնագետ չենք էլի, в общем, այս обзорը բրծավ մեր Lincoln-ի կամ Cadillac-ի։ Մի խոսքով, հա, հենց բրծանք, դուք պիտի ասեք լավներ, վատներ, բայց ինձ թվում է ինքը այս ձևի հաստատ հանդիպած չէ կլինի, համ կոմպլեկտացիով բանով շատ լավներ։ Սպասենք այս մեր մի տեխնիկան էլ անցնի։ Այո։ Ինչ կա իշացնելու բան չկա, բաժանորդագրվեք հալիքին, լայքեք մեր վիդեոները։ Ով էլ ունի այս մեքենայից ինչ որ բան, ավել են կասի ինչ որ բան, պակասակ կասե, կարա կոմենտներում գրեք, տենանք։ Խելքին մոտ բանը գրում, թե չէ։ Այո։ Այսքանով վերջ երևի։ Մինչ նոր հանդիպումներ կամ նոր մեքենաներ եւ նոր պրոյեկտներ։ Չէ։